Առաջինը մենք 14 թվականի արդեն այս վերջին ամիսների ընթացքում վերաբաշխում ենք կատարել բյուջեի մեջ եւ ըստ էության 13 օբյեկտներ, որոնց վրա պետք էր ծախսել հսկայական գումարներ, եթե չեմ սխալվում, 15 միլիարդ դրամ, ընդհանուր որպեսզի նրանք այդ 13 օբյեկտները ավարտին հասցվեին եւ դա կտևեր ըստ այն չափորոշիչների, չափաբաժինների, որը դրված էր բյուջեի հիմքում, 60 միլիոն, 100 միլիոն, 50 միլիոն, այդ հաշվարկով դա կտևեր առնվազն 10 տարի։ Մենք վերլուծել ենք այդ օբյեկտները ամբողջությամբ հանել ենք, վերաբաշխում ենք կատարել, վերաբաշխման հիմքում եղել է բոլոր դպրոցները, բոլոր օբյեկտները տարի եւ ոչ ավելի շինարարության ժամկետ, որովհետեւ ավելի ժամկետ տևելով էֆեկտիվությունը պակասում է, կոնտրոլը պակասում է, որակը պակասում է եւ ընդհանրապես դառնում է ոչ արդյունավետ։ Հիմա այս 14 թվականի վերաբաշխման եւ 15 թվականի բյուջեի հիմքում ընկած են հենց հատկապես այդ չափորոշիչները, այսինքն մենք կանենք, կավարտենք 15 թվականին եւ 16 թվականին այլևս չենք ունենա նման ուրեմն իրավիճակ։ Շնորհակալություն, որովհետեւ ես ուզում եմ ավելի հստակեցնել, որովհետեւ գիտեմ, որ մոտավորապես ինչ է լինում։ Պետությունը շատ կարևորում է դպրոցաշինությունը, շատ կարևորում է այդ ոլորտը եւ նրան հատկացվելի գումարների մեջ որևէ փոփոխություն չկա, որովհետեւ շատ լավ հասկանում եմ հարցերի ենթատաքս։ Պարզապես նրա մեջ է կայանում բոլորին ասեմ, որ պերմանենտ փաստորեն մի դպրոցի շինարարությունը սկսում են ու 4-5 տարի գնաց։ Այսինքն ավարտելու խնդիրն էր հիմնական խնդրեմը։ Կարծում եմ, որ վերահսկիչ պալատն նայել էր, տեսել էր, որ այնտեղ այդ ժամանակահատվածում մինչև ինք այդ դպրոցի այսինքն շինարարությունը ավարտում էր, գալիս էր արդեն վերանորոգման հարցերը։